Գորգը առհասարակ եվրոպական լեզվա խմբում, եվրոպական ժողովուրդների կողմից օգտագործվել այլ անվան, հայկական կարպետ անվան։ Զարմանալի, ինչու այսօր եվրոպական բազմաթիվ ժողովուրդների լեզվական բառապաշարում գորգ անվան փոխարեն կիրառում են հայկական կարպետ անվանումը։ Բանն այն է, որ 12-ից 14-րդ դարերում Կիլիկիայի վաճառականները իրենց նավերով վիթխարի քանակությամբ հայկական գորգեր են վաճառքի հանել Ֆլորենցիա, Վենետիկ, եվրոպական երկրներ, Կիլիկիայի նավերը ողողել են Իսպանիայի, Անգլիայի, առափնյա շրջանները եւ վաճառքի են հանվել հայկական գորգեր։ Եվ այդ անվանումն էլ, կարպետ անվանումն էլ, ահա եւ մտել է եվրոպական լեզուների լեզվական բառապաշարում։ Այսօր փաստորեն եվրոպական շատ ժողովուրդներ գործածում են այդ բառը։ Այնպես օրինակ ռուսներն օգտագործում են հայկական փալաս այդ անվանումը, նրանք գործածում են պալաս ձևը, դա նույն հայկական փալասի տարբերակն է։ Բանն այն է, որ հայոց մեջ գործվածներն առհասարակ ունեցել են բազմաթիվ անվանումներ, ինչպես օրինակ օթոց, կարպետ, գորգ, ձորձ, փուրձ, խսիր եւ նույն փալաս անվանումները։ Այստեղ պետք է ասել, որ գորգը բացառապես տարբերվել է թվարկածներից իր շքեղությամբ, իր հարստությամբ, իր կիրառական նշանակությամբ։ Գորգ գործողը եւ գորգի տեր անձնավորությունը մեծագույն հարգանքի ու պատվի էր արժանանում եւ պատահական չէ, որ հայկական ընտանիքներում պարտադիր գորգը կախվում էր պատերից որպես հարստության խորհրդանիշ, բայց առավել քան այլ նշանակություն ունեցել գորգի ծիսապաշտամունքային կողմը։ Բանն այն է, որ գորգը իր մեջ խորհրդանշում է նաեւ այլ ծիսապաշտամունքային երևույթներ, ինչպես օրինակ մեղրող եւ հարություն առնող բնության աստվածության գաղափարը, հավերժության, ժողովրդների ու մարդկության հարատևման գաղափարը, նաեւ չար աչքից հեռու պայելու չարախափան նշանակություն ունեցող գաղափարը, կենդանացնելու եւ հավերժացնելու գաղափարը։ Եվ պատահական չէ, որ գորգի կիրառությունը մեծ տարածում է ստացել առանձնապես օժիտի սովորույթում։ Հայոց մեջ պարտադիր էր գորգի առկայությունը օժիտի համալիրում։ Առավել ևս հայոց մեջ պարտադիր է նաև գորգերի հյուրերին դիմավորման ժամանակ գորգի կիրառումը։ Հյուրին բազմեցնում էին գորգի վրա։ Բացի դրանից ճաշկերույթի ժամանակ փռում էին գորգեր եւ ծալապատիկ նստում էին գորգերի վրա որպես խորհրդանիշ, այնպիսի խորհրդանիշ, որը տալիս էր նաեւ շուք, տալիս էր պատվավոր ճաշկերույթի տպավորություն եւ միաժամանակ կրկին այստեղ մեջտեղ է բերվում ծիսապաշտամունքային կողմը։ Հետաքրքիր է, որ գորգը կիրառվում էր ոչ միայն հասանեկան արարողությունների ժամանակ, երբ հարսուփեսային նստեցնում էին առանձին, նրանց թիկունքում կախված գորգի վրա թեպետ գրվում էր բարի գալուստ, բայց իրականում այդ գորգը պարտադիր էր այդ արարողության ժամանակ, քանզի խորհրդանշում էր արգասավորության, պտղաբերության գաղափարը։ Երկուսին օժտում էր մոգական այդ հատկանիշներով, արգասավորության, պտղաբերության հատկանիշներով։ Գորգը նաև դուրս չի մնացել սկոտ դժբախտ սկարարողությունների դժբախտ դեպքերի ժամանակ։ Այսպես, այսօր ամենքին պարզ է, որ ննջեցյալին փաստորեն դնում էին գորգով ծածկված սեղանի վրա։
կամ հարց առաջանում դուրս բերելիս փաստուն դրան ուրեմն Բաքուն եւս ցանի վրա փռում էին գործ, որի վրա դրվում էր ննջեցյալի դագաղը։ Ինչու, որովհետև գիտենք, որ գորգին վերապահված էր կենտանացնելու այդ սպազան հատկանիշը եւ դեռ մարդկանց մեջ մնում էր այն պատկերացումը, թերևս, որ հնարավոր կլինի գորգով վերակենդանացնել ննջեցյալին։ Մենք ունենք շատ ու շատ վկայություններ, որ դագաղի փոխարեն երբեմն ննջեցյալին գորգի մեջ փաթաթել եւ հուղարկավորել են։ Եվ պատահական չէ, որ իսկապես դամբանադաշտերից գտնվել են այդպիսի գորգերի շատ պատառիկներ։ Թերևս այս ժողովրդական ընկալումներով կարելի է բացատրել նաեւ գորգերի արկայությունը, գորգի մնացորդների արկայությունը դամբանադաշտերում։ Այսպիսի բազմախոսում փաստերի արդյունքում միթե կարելի է կանգ առնել, որ գորգը ունի մուսուլմանական ծագում։ Դեռ ավելին, ադրբեջանական գորգի այսպես կոչված մասնակետ Քերիմովը նույնիսկ բանը անտեղեկություն հասավ այնտեղ, որ Կովկասում գտնված կամ արկա գորգերի 90%-ը ունի ադրբեջանական ծագում։ Նրա անտեղեկությունը բան հասնում նաև այն աստիճանի եւ կարելի է թույլ տվեք ասելու անպատկառություն այն աստիճանի, որ պարսկական գորգը համարվում է Պարսկաստանում ապրող ադրբեջան բնակչության ձեռքի արդյունք։ Եվ թերևս նա տուրք է տվել այն վարկածներին, որ իսկապես այն վարկածներին, որ մուսուլմանական ծագում ունի, ինքը օգտվելով այդ հանգամանքից առավել առաջ է գնացել եւ ավելի քան նենգափոխել է իրականությունը գորգի մասին եղած պատկերացումները։ Գորգը հայկական ծագում ունի, հայկական գորգը, հատկապես վիշապագորգը եւ մյուս տեսակները բուն հայկական ծագում ունեն, քանզի դրանց մնացորդները հայտնաբերվել են շատ ավելի խորը շերտերից ժամանակաշրջանի առումով 3-ից 4-ից 3-րդ, անգամ 3-ից 2-րդ եւ հետագա ժամանակաշրջաններից։ Հետաքրքիր է, որ Հայաստան երկիրը դեռ վաղ միջնադարից սկսած արտադրել է այսպես կոչված որդան կարմիրներ։ Դրա մասին մենք ունենք անսպար վկայություններ։ Հայ մատենագիրների, արաբ մատենագիրների, եվրոպացի ճանապարհորդների կողմից բազմաթիվ հաղորդումներ կան այդ զարմանահրաշ ներքի ստացման եւ նրա կատարելության մասին, որոնք չեն խունանում, որոնց երանները չեն խունանում, դիմանում են երկար դարերի ու ժամանակների ընթացքում արտաքին բոլոր ազդեցություններին դիմակայելով։ Ահա ինչ վկայություն է թողել այդ առումով արաբ մի շարք մատենագիրներ, թե Դվինի եւ Արտաշատի շուրջը հայ բնակիչները, գարնանը հատկապես կանայք, հավաքում էին կարմիր որդան այդ միջատը, նրանք հավաքում էին պղնձե կաթսաների մեջ եւ եփում էին թոնիրներում, ստանում են կատարյալ ներք։ Ներքը մշտապես եղել է Հայաստանից արտահանվող առարկաների ցանկում, ապրանքների ցանկում եւ մեծ արժեք է ունեցել համաշխարհային շուկայում, այնպես ինչպես հայկական գորգը։ Եվ պատահական չէ, որ արաբները հայկական գորգին տվել են նաեւ կրմыз անունը, կարմիր անունը կապված այդ ներքի, հանճարեղ ներքի, այդ եզակի անկրկնելի ներքի անվան հետ։ Իդեպ ասենք չմոռանանք, որ արաբները այգին գորգին տվել են նաև խալի կամ կալի անվանումը։ Իդեպ կալի անվանումը, որ նաև հետագայում մենք իմանում ենք, գործածում ենք իբրև խալիչ անվանումը, պայմանավորված է Կարին քաղաքի անվան հետ, որովհետև արաբները Կարին քաղաքը անվանում են կալակալա կամ կալա անվամբ։ Այստեղից էլ, քանի որ Կարինը եղել է գորգագործական խոշոր կենտրոններից մեկը, ուստի եւ այդ անվանումն էլ կապված է այդ քաղաքի անվան հետ։